անխուսափելիորեն Հայաստանի կործանման ծրագիրը թուրքերը շարունակելու են։ Հարցը Նիկոլը կլինի, Նիկոլը չի լինի, կապ չունի, դա անընդհատ շարունակվելու է։ Հնարավորություն կա խաղաղ տարբերակով, կլինի խաղաղ տարբերակով, հա, ադրբեջանցիներ բնակեցնել, ինչ որ չգիտեմ, կոմունիկացիաների իրավունք ստանալ, տարբեր բաներ, որ պահին որ դու հրաժարվես իրենց այդ խաղաղ ագրեսիային հակադրվես, այդ պահին կարող է թեժանալ։ Բայց ակնհայտ է միաժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ մենք պատերազմ չենք սկսելու։ Այն որ Նիկոլան ասում է, պատերազմի կուսակցություն չի կարող գոյություն ունենալ տեսական հարթության մեջ, պատերազմի կուսակցություն։ Եվ այդ իր հիշատակած բոլոր ընդդիմադիրները կիլոմետրերով հեռու են պատերազմի կուսակցությունից, եւ եթե խորանում ենք, ոչինչով չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Բայց պատերազմական փուլը, որը գործնականում անխուսափելի է լինելու, երբ որ մի պահ պահանջները գանեն աստիճանի, որ արդեն չուզենաս կատարես, այդ ժամանակ մենք ունենում ենք այդ հուսահատ դիմադրության առիթը, ինչպես եւ Արցախյան պատերազմի ժամանակ, որը մեզ պետք է հնարավորություն տա ինչ որ բաներ վերականգնելու։ Այդ ժամանակ, երբ որ մեր դեմա պատերազմը, համ համաշխարհային հանրությունն է քո կողմից, որտեղ ագրեսիայի զոհ ես դու արդեն, եւ բազմաթիվ այլ բաներ դու կարող ես ճիշտ ձևով ներկայացնել։ Բայց եթե դու գլուխդ մտցրել ես այդ անհեթեթ պացիֆիզմը, որ այլևս երբեք մենք չենք կռվելու, բնականաբար դու պատրաստ չես լինի այդ պատերազմ։ Հայ ժողովրդի գլխավոր առաքելությունը քաղաքական իմաստով այս պահին ադրբեջանական ապագա ագրեսիային պատրաստ լինելն է այն աստիճան, որ դա վերածվի ազատագրական պատերազմի, որ դա վերածվի ադրբեջանական թուրքական բանակների ոչնչացմանը, որոնք ներխուժել են քո տարած, որը հնարավորություն կտա քեզ նոր իրավունքներ ներկայացնել, ինչ որ բաներ ազատագրել եւ այլն։ Սա անխուսափելի է, ուրիշ տարբերակ